Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հայրենադարձության ինչպիսի միտումներ են նկատվում ձեր գրասենյակի դիմաց քաղաքացիների շրջանակում ցուցանիշներ կներկայացնեք։ Հայրենադարձության միտումները նույնն են վերջին 1.5 տարիների ընթացքում, իհարկե մենք 22-23 թվականներին ունեինք կտրուկ աճ, եւ դա բնական է որ կապված էր ինչ-որ չափով նաեւ Ուկրաինայի Ռուսաստանի առճակատման հետ։ Պարբերաբար ունենում ենք որոշ տատանումներ նաև կապված միջին արևելյան որոշ անկայունության հետ եւ սա սպասելի է։ Մենք այս պահին հայրենադարձության իմաստով երկու ուղղությամբ ենք աշխատում։ Մեկը դա հայրենադարձության ինտեգրման կենտրոնի աշխատանքների ավելի այսպես համակարգված տեսք տալը, քանի որ ինքներս էլ սովորում ենք, հասկանում ենք թե կարիքները ինչ են եւ ինչի վրա պետք է շեշտ դնել եւ ինչը ինչ որ բան հավելյալ չի ավելացնում եւ դրա հետ մեկտեղ նաեւ մենք այսօր ունենք հայրենադարձության մասին օրենքի նախագիծ, որը փոխանցել ենք մեր գործընկերներին ազգային ժողովում, որը իհարկե կոնկրետ հայրենադարձության մասին է, ավելի շատ բարոյական եւ սիմվոլիկ, այսպես դեկլարատիվ բնույթ ունի, բայց մեր համար այն նաեւ այն օրենքն է, անհրաժեշտ օրենքն է, որի շուրջ մենք կարող ենք խարսխել մեր բոլոր ծրագրերը, որոնք այս պահին ուղղակիորեն որևէ օրենքի հետ չեն կապված։ Մի քանի շեշտադրումներ կառաջնացնեք Այո, օրենքը պարզապես, ինչպես ասացի, այսպես դեկլարատիվ բնույթ ունի այն իմաստով, որ այն սահմանում է, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, Հայաստանի Հանրապետությունը եւ բոլոր հայերը իրավունք ունեն ապրելու Հայաստանում, հայրենադարձվելու, հաստատվելու եւ բնականոն կյանք հաստատելու Հայաստանում եւ ահա մեր այն ծրագրերը, որոնք միտված են նպաստելու այդ գործընթացին, հետեւաբար տրամաբանորեն կապված են այս օրենքի նախագծի հետ։ Նշեցիք, որ վտանգված համայնքների ձեր ուշադրության կենտրոնում են լինելու։ Կխնդրեմ նշեք, թե որ համայնքների մասին է խոսքը եւ այս փուլում ինչ անելիքներ ունեք այդ ուղղությամբ։ Սիրով, տեսեք, իհարկե այդ ցուցակը ժամանակ առ ժամանակ փոխվում է, որովհետեւ եթե 19 թվականին չէինք կարող ասել, որ Ուկրաինայի համայնքը վտանգված է, ապա բնական է, որ 22 թվականի փետրվարից հետո այն ոչ միայն վտանգված է, այլ շատ լրջորեն փոխվել է, վերափոխվել է, այսինքն այն 450-ից 500,000 հայերը, որոնք բնակվում էին Ուկրաինայում, նրանց մի մեծ մասը այլևս այնտեղ չի։ Սակայն այս պահին իհարկե Ուկրաինան էլի մեր ուշադրության կենտրոնում պահելով, այնուամենայնիվ միջին արևելյան մեր համայնքները մնում են ամենավտանգվածները, իհարկե Սիրիան չնայած չկա այս պահին ռազմական առճակատումը, որը կար մինչև դեկտեմբեր ամիսը 2024 թվականի, մարդիկ այնպես չի, որ բոլոր իրենց խնդիրների լուծում են ստացել եւ այլևս պրոբլեմ չունեն եւ բոլորը մնալու են համայնքում, մնալու են համայնքներում, ոչ, այնտեղ դեռ անկայուն է վիճակը, ես Միչայլոց վարչապետի հանձնարարությամբ պետք է մեկնեմ Սիրիայի Արաբական Հանրապետություն, ճիշտ ասած պետք է հենց այս ամիս այս օրերին պետք է այնտեղ գտնվեի, սակայն Ռամադանի հետ կապված դեսպանատան եւ ընդհանրապես արտգործնախարարության խորհրդին համաձայն հետաձգել եմ մինչև ապրիլի սկիզբը